պատճառները դրանում են։ Օրինակ, հարգարժան պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության ընթացքում այդ կարճ ժամանակահատվածում ինձ մեղադրանք առաջադրելուց մինչև ավարտել, դա մի շաբաթ է տևել ընդամենը, միջնորդություն է ներկայացրել, շատ պատճառ չի ձեռքի տակ կա դրա պատճեն, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլակյանի եւ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդության հիմքը եղել է այն, որ հիշյալ պաշտոնյաները պաշտոնի բերումով նաեւ 2019-20 թվականներին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, Սահմանադրական դատարանի դատավորների եւ դատարանի մասին ընդհանրապես պարոն Բաբայանը երևի քանի որ մեզ քիչ ժամանակ է տրված, չի անդրադարձել օրինակ հենց Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարություններին Սահմանադրական դատարանի նրա ոչ լեգիտիմ մարմին լինելու մասին եւ այլն։ Եվ այդ ժամանակահատվածի հետ կապված բացի դրանից որ որևէ քրեական հետապնդում, վարույթ չի նախաձեռնվել, ավելին մերժվել է պարոն Բաբայանի ներկայացված միջնորդությունը, որը բողոքարկվել է նաև հանրային մեղադրողի եւ մերժում ստացել նաև հանրային մեղադրողի կողմից։ Այսինքն եթե Սահմանադրական դատարանի մասին նույն արտահայտություններն անել են, որոնց այդտեղ կան մի արտահայտություն, պատվարժան դատարան, դա քաղաքական բուդկա եթե չեմ սխալվում, դա փոխառություն է, դա վերցված է Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի մոտ ամսաթիվը կա արտահայտած մտքից։ Հիմա հարց առաջանում, եթե այն ժամանակ չի հարուցվել, հիմա նման արտահայտությունների համար վարույթ է նախաձեռնում եւ ներկայացում են նույն արտահայտության մասին այլ սուպեր, ապա ինչի այդ վարույթում նրանք չեն ներգրավում, եթե մոտեցումը խտրական չի եւ պայմանավորված չի միայն իմ նկատմամբ իրավական գործընթացով քաղաքական իմ գործունեության, հասարակական գործունեության վրա ներազդելու անազնիվ մղումներով։ Ուրեմն արտահայտություններ, որոնք որ կան մեղադրական եզրակացության մեջ։ Նման տեսակետ կարող ունենալ տգետը կամ գիտակից դավաճանը, այդ տարբերակ գոյություն չունի։ Տգիտությունը դա վիրավորանք որևէ կերպ չի կարելի ընդունել, դա կարող է լինել բնութագրում, այսինքն դա արատավորող տեղեկություն չի մարդու։ Տգիտությունը բառանային նշանակությունը դա որոշակի գիտելիքների պակաս է։ Ընդ որում ես ասում եմ, որ կամ որևէ պնդում չկա որևէ մեկի վրա։ Իսկ գիտացված դավաճանությունը դա այն է, որ պետք է վարույթով ապացուցվել, կա արդյոք ՍԴ դատավորների գործողության մեջ պետական դավաճանության ենթադրյալ հանցանքի հատկանիշներ թե ոչ։ Իմ կարծիքով կա։ Եվ որն է այդ կարծիքի հիմքը, կարծիքի հիմքն է նաև այս նույն որոշման հետ կապված Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի ներկայացրած հատուկ կարծիքը, ըստ որի Սահմանադրական դատարանը առհասարակ այդ գործը պետք է վարույթ չընդուներ, որովհետև գործը չի համապատասխանում Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքով գործին ներկայացվող պահանջներին, մասնավորապես ստորագրված չի եղել վարչապետի կողմից, այսինքն միջազգային պայմանագիրը ներկայացվել է Սահմանադրական դատարան եւ ստորագրված չի վարչապետի կողմից։ Իսկ առանց ստորագրության դիմումներ Սահմանադրական դատարանը պետք է վարույթ չընդուներ։ Հրայր Թովմասյանը իր հատուկ կարծիքում նշում է, որ այս կանոնակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագիր է։ Մեր սահմանադրությունը առանձնացնում է միջազգային պայմանագրերի երկու տեսակներ՝ վավերացման ենթակա եւ վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրեր։ Վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրերը ստորագրում եւ հրապարակում է հանրապետության նախագահը։ Պատվարժան դատարան այս նույն փաստաթուղթը Ադրբեջանի հանրապետությունում չի վավերացվել, Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձել, Ադրբեջանի խորհրդարանը չի վավերացել, այլ ստորագրվել եւ հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այսինքն դիտվել է իբրև վավերացման ոչ ենթակա